Սա իրավունքը բաց տեքստով փոդքասթն է, որտեղ իրավունքի մասին խոսում ենք իրական կյանքի լեզվով։ Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Երեխաները մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից են եւ ըստ էության մենք բոլորս մեր երեխաների համար անում ենք լավագույնս։ Լավագույն կյանք ապահովելու համար անում ենք մեզանից հասնող ցանկացած գործողություն։ Սակայն այսօրվա իրականությունում, որ ոչ միայն իրական կյանքում ենք ապրում, այլ նաեւ վիրտուալ տիրույթում, արդյոք մենք կարողանում ենք պաշտպանել մեր երեխաների իրավունքները, այդ թվում նաև վիրտուալ տիրույթում։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը ոչ միայն վերաբերում է երեխաներին, այլ առաջին հերթին մեզ մեծահասակներիս։ Եվ այս թեմայի մասին խոսելու համար իմ այսօրվա հյուրն է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մասնագիտացած իրավաբան Գևորգ Հայրապետյանը։ Գևորգ, ողջույն։ Ողջույն, էլի շնորհակալություն, որ ինձ հյուր ես կանչել։ Ես եմ շնորհակալ եւս մեկ անգամ հյուրընկալվելու համար։ Մեր դիտողների կողմից արդեն իսկ սիրվել են քո հաղորդումները։ Շատ շնորհակալ ենք քեզ։ Ես բոլորի անունից շնորհակալությունս հայտնեմ, քանի որ իրական, այսպես մեր կյանքում առնչվող թեմաներից ենք խոսում, որևէ մեկս չենք կարող ասել, որ ապահովագրված ենք այս տիրույթում։ Երևի թե դրա համար շատ սիրվել են քո հաղորդումները։ Դու էլ շատ մատչելի եւ այսպես կյանքից վերցված օրինակներով ես մեզ բացատրում։ Ես ուրախ եմ, եթե այդպես է, ուրեմն միանգամից դիտողներին առաջարկենք անձնական տվյալների պաշտպանության թեմայով նայեն առաջին հաղորդման երկու մասերը ու նաև բնականաբար բաժանորդագրվեն, սխմեն զանգակը, որ բաց չթողեն հաղորդումները ու լայքեր դնեն անընդհատ բոլոր վիդեոների տակ։ Ես կիսում եմ Գևորգի կարծիքը, այնպես որ սպասում ենք ձեր լայքերին, բաժանորդագրություններին եւ ձեր մեկնաբանություններին։ Եթե դեռ չեք դիտել նախորդ հաղորդումները, կարող եք դիտել։ Գևորգ, արդեն իսկ ասեցի, մեր այսօրվա թեման, կարծում եմ, այսպես շատ նուրբ խոցելի թեմա է մեզ համար, որովհետեւ իհարկե բոլորս, յուրաքանչյուր ծնող, նույնիսկ եթե դա քո երեխան չէ, ակամայից ուզում ես իրեն պաշտպանել, հա, մեկ-մեկ տեսնում ես սոցհարթակներում ինչ որ մի բան, որպես մասնագետ, այսպես sense քո մոտ ինչ որ զանգակ են միանում է, որ այ գուցե այստեղ պետք էր երեխայի պաշտպանությունը իրականացնել, բայց չգիտես թե ինչ անել։ Այս մասով նախ երևի առանձնացնենք, հա, ինչն է երեխայի անձնական տվյալը։ Մենք արդեն խոսել ենք մեծ ընդհանուր առմամբ անձնական տվյալը թե ինչն է, բայց երեխայինը մի սահմանենք, հա, եթե կարելի է։ Օրենքում հասկացությունը ունիվերսալ է ու բոլորին է վերաբերում, ցանկացած մարդու մասին տեղեկությունը անձնական տվյալ է։ Այդ թվում արդեն երեխաների մասին տեղեկությունները, ամեն մի երեխայի մասին տեղեկությունը այդ երեխայի անձնական տվյալն է։ Եթե հանկարծ մարդիկ մոռացել են, ինչ ենք խոսել առաջին հաղորդումների ընթացքում, եթե չեն դիտել, պետք է դիտեն։ Եթե մոռացել են, ապա կարճ հիշեցնեմ, անձնական տվյալ է մարդու վերաբերյալ ցանկացած տեղեկություն, անկախ նրանից, թե օրենքներում, տարբեր երկրների օրենսդրությունում ինչպիսի սահմանումներ կլինի, սա ամենահեշտ պատկերացնելու, հիշելու նախադասությունն է։ Մարդու մասին ցանկացած տեղեկություն անձնական տվյալ է։ Եվ երկրորդը անձնական տվյալները զգայուն են ու մարդու մասին տեղեկություններով մարդու տարբեր իրավունքների կարելի է միջամտել։ Այս կոնտեքստում, եթե նայենք երեխայի տեսանկյունից, ապա երեխայի վերաբերյալ տեղեկությունները անձնական տվյալներ են։ Երեխայի վերաբերյալ տեղեկություններով, այսինքն երեխայի տվյալներով կարելի է նաև երեխային վնասել, եւ այստեղ գալիս են արդեն առանձնահատկությունները, այն առանձնահատկությունները տվյալների պաշտպանության, որը կապված են հենց երեխայի հետ, որովհետեւ երեխան գտնվելով իր ֆիզիկական ու մտավոր զարգացման ճանապարհին, իրավագիտակցության ձևավորման ճանապարհին, միգուցե չգիտակցի իր տվյալների կարևորությունը կամ եթե գիտակցի, միգուցե չունենա բավարար հնարավորություններ ու հմտություններ այդ իրավունքը պաշտպանելու համար։ Ու այստեղ երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից նաև անհրաժեշտ է ըստ էության եւ լայն իմաստով պետության եւ հասարակության եւ բնականաբար կոնկրետ երեխայի դեպքում նրա օրինական ներկայացուցիչների, օրինակ ծնողների աջակցությունը, որպեսզի երեխան իր իրավունքները կարողանա պաշտպանել ու ծնողները աջակցեն երեխային իր տվյալների պաշտպանության հարցում։ Այստեղ հարց է առաջանում ոչ միայն ծնողների, այլ քո կողմից նշած պետությունը առաջին հերթին պիտի ապահովի երեխաներին, որովհետև տես, այսպեսի մի բան է առաջանում, մենք ծնողը, հա, երեխայի ծնողը օրվա մեծ մասը փաստացի չի տիրապետում իր երեխայի անձնական տվյալի մասին տեղեկություններին։ Այն ժամանակահատվածում, երբ իր
երեխան գտնվում է դպրոցում կամ մանկապարտեզի տարիքում մանկապարտեզում, ինչ որ խմբակում, ինչ որ մի սպորտային ակումբում եւ այլն եւ այլն։ Ու այդ ընթացքում արդեն առաջանում է այդ կազմակերպությունների, այդ հաստատությունների պատասխանատվության զգացումը։ Այսինքն նույնիսկ եթե ծնողը փորձի ապահովել իր պատասխանատվության տակ գտնվելու ժամանակահատվածում, երեխան էլի ապահովագրված չէ, որ օրինակ դպրոցում չեն խախտի իր անձնական տվյալները ու ծնողը օբյեկտիվորեն չունի այդ հնարավորությունը ամբողջ օրը ասենք դասընթացը վերահսկելու, այնտեղ գտնվելու եւ հասկանալու թե արդյոք երեխայի անձնական տվյալը խախտվել է թե ոչ, այս էլ է շատ կարևոր։ Օրինակով քննարկենք։ Ուրեմն 2003 թվականներ, եթե չեմ սխալվում, երբ հերթական անգամ մեզ մոտ անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող պետական լիազոր մարմինը, անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, առիթ ունեցավ անդրադառնալու երեխաների տվյալների պաշտպանությանը։ Երբ ասում ենք տվյալների պաշտպանություն, մեծ հաշվով նկատի ունենք, երբ որ տվյալների հետ ճիշտ են վարվում, այսինքն վարվում են, ունեն տվյալների մշակման, տվյալների օգտագործման նպատակ, տվյալները մշակում են համաչափորեն, ունեն իրավական հիմք, օրինակ ստացել են համաձայնությունը կամ դա անում են օրենքի հիման վրա։ Ու առիթը հետևյալն էր, որ մի հերթական անգամ կարծեմ ամառային արձակուրդների ընթացքում էր, երբ ճամբարներ են կազմակերպում ամառային ճամբարներ, հաստատություններ ու հրապարակվել էին սոցիալական ցանցերով տեղեկություններ նրա մասին, որ այս կամ այն Երևանի վարչական շրջանի ինչ դպրոցի են, ինչ համայնքի երեխաների համար կազմակերպվել են ամառային դպրոցներ, ամառային ճամբարներ ու հրապարակվել էին նաև լուսանկարներ բազմաթիվ այդ երեխաների ճամբարային առօրյայից։ Այս ճամբարից հետո ճամբարի ընթացքում։ Այսինքն այդ պայն նույնիսկ տեղն է հայտնի դարձել այդ երեխաների գտնվելու։ Եթե չեմ սխալվում, մասնագիտական ինձ մոտ այսպես օպերատիվ հետախուզական գործողությունների վերաբերյալ պատկերը, եթե չեմ սխալվում, անգամ այնպիսի դրվագ կար, որ մի դեպքում հայտնել էին կազմակերպչի կարծեմ համայնքներ, հայտնել էր, որ ամառային դպրոց կամ ճամբարը կազմակերպվել է այդ համայնքում սոցիալական աջակցության շահառու ընտանիքների երեխաների համար, այսինքն այստեղ գալիս էր նաև սոցիալական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ու երեխայի ընտանիքի մասին այսպիսի տեղեկություններ, բնականաբար նաև հրապարակում են նկարները։ Ամբողջությամբ խոցելի վիճակում այդ պահին երեխան եղել, բոլորը բնակավարներից այսպես։ Սա առիթ դարձավ, որ անձնական տվյալների պաշտպանության մեր լիազոր մարմինը ուսումնասիրի այդ դեպքը համեմատի օրենքի հետ, ունենա համոզմունք, որ այդ նկարները միգուցե հրապարակվել են առանց ծնողներից համաձայնությունը ստանալու, իսկ մեր օրենսդրությամբ, եթե երեխայի 16 տարեկան լրացել է, արդեն ծնողի համաձայնությունը այդքան էլ հաշիվ չի, պետք է երեխայի համաձայնությունը նույնպես ստանան, եթե կային ավագ դպրոցի աշակերտներ, ապա միգուցե երեխաների կարծիքը չէին հարցրել, ասեմ ավելին, անկախ երեխայի տարիքից, իր տարիքին ու հասունությանը համապատասխան իրան վերաբերող հարցերում պիտի իր կարծիքը հարցնեին, անգամ եթե 10 տարեկան երեխա է, միևնույն է իր կարծիքը արժի հարցնել համացանցում իր տվյալները հրապարակելու որոշում կայացնելիս։ Դե եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ օրինակ երեխայի բնակության վայր որոշելու ժամանակ 10 տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնվում է, ես կարծում եմ ճիշտ է, որ այս պարագայում եւս հաշվի առնել։ Եվ հետո այս մեր ժամանակաշրջանում, որտեղ ապրում են, երեխաները մի քիչ ավելի շատ են զարգացած, դրան նպաստում են սոցիալական ցանցերը, ինտերնետի հասանելիությունը, այսինքն համեմատել 30 տարի առաջվա 10 տարեկան երեխային եւ հիմիկվա 10 տարեկան երեխային մի քիչ ճիշտ չէ, էլի։ Ես 10 տարեկանում հիմիկվա երեխա։ Ես էլ ակամայից հիշեցի ինձ 10 տարեկանում։ Ու այս իրավիճակում պետք է առերեսվել իրականության հետ։ Ու այս իրավիճակում ինչ էր եղել։ Մի խոսքով կար համակարգային խնդիր։ Ոչ մի ուսումնական հաստատություն կամ ճամբարի կազմակերպիչ ինքը այդ մշակույթը չուներ, որ հարցներ համաձայնություն, ստանար թույլտվություն, մտածել, թե ինչ վնաս է տալիս երեխային այդպիսի հրապարակում անելով եւ այլն։ Բնականաբար սա ցույց էր տալիս համակարգային խնդրի մետաղադրամի երկրորդ երեսը, մի կողմից դպրոցը, ուսումնական հաստատությունը կամ համայնքը կամ կազմակերպիչը ճամբարի չէին
պատկերացրել ու չունեին հմտություն կամ գիտելիք այդ ամեն ինչը ապահովելու, մյուս կողմից ծնողների շրջանում նույնպես կար այդ ուշադրության պակասը, որովհետև ծնողներն էլ իրենց հերթին պահանջատեր չէին եղել, չէին առարկել կամ այս հարցերը շատ չէին բարձրաձայնել։ Դա առիթ եղավ իհարկե որոշակի վարչարության, երբ որ մեր լիազոր մարմինը գրություններ ուղարկեց, ասեց ապահովեք, որ ունենաք համաձայնությունը ծնողների, դա դարձրեք մշակույթի մաս ու այսուհետ կիրառեք, բայց այս իրավիճակը ցույց է տալիս, դες 2023 թվականը ընդամենը 2-3 տարի առաջ էր ու Հաստատի այս օրենքը իմաստով արդեն գործելու ժամանակահատվածում առաջացել է այդ խնդիրը։ Ու այդ խնդիրը դեռևս կար ու կա։ Դրա համար հիմա որպես կանխավարկած, եթե փորձեմ գնահատական տալ, ապա այ մեզ դիտողներից ծնողներն էլ կարող են հիշել արդյոք իրենց առաջարկել է դպրոցը տալ համաձայնություն, որպես երեխայի նկարները, լուսանկարները հրապարակեն սոցցանցերում, թե չէ, իսկ եթե չէ, ապա այն բոլոր դպրոցները, ովքեր այս մշակույթը չեն ձևավորել, ովքեր օրենքի այս պահանջները չեն կատարում ու տվյալների մշակումը իրականացում են առանց համաձայնության, առանց իրավական հիմքի, ապա մեծ հաշվով անձնական տվյալների պաշտպանության իրավունքն են խախտում։ Ապագայում նաև, չէ՞ որ տվյալը հայտնվում է համացանցում ու ընդեղ մնում է հավերժ։ Մեծ հաշվով դե հավերժ ոչինչ չկա, բայց նկատի ունեմ համացանցի վերջանալու ժամկետ ոչ միտեղ գրած չի, քանի լույսերը կան, համացանցը կա։ Եվ հետո մենք չգիտենք, թե այդ պահին նույնիսկ եթե դա վերացվել է, օրինակ օգտատիրոջ կողմից, քանի հոգի է դա պահպանել եւ այլ որ հարթակում է դա օգտագործվել։ Սա մեկ առանձին խնդիր է։ Դա ստացվում է, որ ինչ որ երկարաժամկետ այդ քո ասած հավերժն է եւ այնտեղից կարող էր տարածվել մեկ այլ հարթակ, մեկ այլ հարթակից մեկ ուրիշ եւ այսպես անverջ կարող էր տարածում գտնել այդ լուսանկարները։ Ու սա օրինակ է հենց այդպիսի, թե որ ինչպես կարող են ոչ թե մենակ դպրոցում, այլ եւ դպրոցի եւ մշակույթի բացակայության ընդհանրապես պետությունում եւ համայնքի, որը միգուցե կազմակերպել են տեղական ինքնակառավարման մարմին էլ այն իմաստով պետությունը եւ ծնողի անուշադրության պակաս այս ամբողջ շղթայում անձնական տվյալների պաշտպանության խնդիրներ կան երեխաների հետ կապված։ Ես այստեղ վստահ եմ, որ ոչ համայնքը, ոչ կազմակերպիչ այդ կազմակերպությունը, հաստատությունը եւ ոչ ծնողը չեն մտածել, որ այդտեղ ինչ որ վտանգավոր եւ այսպես խախտման խնդիր կարող է առաջանալ, հա։ Բոլոր համայնքը մտածել է դե լավ բան եմ կազմակերպում երեխաների համար, հաստատությունը իրականում լավ բան է կազմակերպել, շատ գովելի է դա։ Ծնողն էլ մտածել է, այ շատ լավ է, երեխաս շատ լավ ժամանակ է անցկացրել, դա հրապարակվել է սոցցանցերում, ինքն էլ տեսել է իր երեխայի նկարը, ուրախացել է, բայց այդ վտանգները բոլոր, որ քո կողմից այսպես նշվեց, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել։ Այ պետք է ստեղծել մի տիրույթ, որտեղ բոլորը իրենց այսպես գործողությունները այնպես ձեռնարկեն, այնպես կազմակերպեն, որ դրա խնդիրը հետագայում չառաջանա, որովհետև այդպես մենք ասում ենք 10 տարեկանից բարձր երեխայի կարծիքը պետք է հաշվի առնել, բայց արդյոք երեխան գիտակցում է ամբողջությամբ, հա, այդ վտանգները, որ կարա այս իրավիճակում լինի, հա, գուցե ինքն էլ ուրախությամբ ասի, այո, թող շատ սիրուն լուսանկար է, թող հրապարակվի, ես ճամբարում եմ եղել, շատ լավ հիշողությունն է եւ այլն եւ այլն, բայց արդյոք այդ երեխան կամ այդ երեխայի ծնողը գիտակցում է հետագա վտանգները։ Որ երեխայի իրավունքի, այդ թվում նաեւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման բեռը որոշակիորեն իրենց վրա պիտի վերցնեն համապատասխանաբար ծնողը, հասարակությունը եւ պետությունը ամեն մեկը իրեն վերաբերելի մասով։ Դա միանշանակ է, այո։ Եվ այստեղ պետության դերը շատ մեծ է, ես կարծում եմ, որ իրականում մեծ է, որովհետև դե այնպես չի եղել, ինչպես դու էիր ասում, այնպես չի, որ համայնքը կամ ծնողը կամ դպրոցը ուզեցել են երեխեքին վնասեն։ Ու դրա համար պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ կարողանան սովորել, հասկանալ, թե ինչ է տվյալների պաշտպանությունը, ինչ ռիսկեր կան դրանով ու վարվել այնպես, ինչպես ճիշտ է։ Ոստեղ մի լավ բան հիշեցի, լավ օրինակ հիշեցի, հենց այս տարի, հունվարի 29-ին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի մոտ եղել էր ծնողների հանդիպում կապված ծնողների դիմումների հետ խաղեր կան հիմա Roblox, Minecraft, Fortnite ու նմանատիպ այլ խաղեր։ Բոլորս կարծում եմ լսել ենք գոնե դրա մասին։ Այդ խաղերի ռիսկերը երեխաների համար։ Այդ ռիսկերը
տարբեր կարող են լինել, սկսած հոգեբանականից ու բացասական ազդեցությունից երեխայի վրա, բայց ունեն նաև տվյալների պաշտպանության կոմպոնենտը։ Նման հարթակները, որտեղից երեխաները օգտվում են, ունենում են սովորաբար չաթեր, որտեղ կարելի է երեխայի հետ խոսել, երեխային խաբել, ֆիշինգի ենթարկել, կորզել տվյալներ, երեխային վստահությունը չարաշահել ու համոզել, որ մամայի ու պապայի բանկային քարտերի տվյալները տա կամ շատ ավելի ուղարկել նկարներ կամ հետապնդել երեխային գրումինգ եւ այլն ու մի խոսքով բավականին մեծ ռիսկեր կան նման հարթակներում երեխայի ինքնության օգտագործման, տվյալների օգտագործման հետ կապված ու այդ հանդիպման ընթացքում այնտեղ կային նաև տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության մասնագետներ ու նաև համապատասխան տեղեկություն հետո հրապարակեց նախարարությունը քննարկվել էր հենց այն հանգամանքը, որ օրինակ նման խաղերը արգելափակելով որևէ խնդիր երբևէ չի լուծվի։ Որտեղ մի խաղ արգելափակում ես, երկրորդը կստեղծվի կամ մի խաղ արգելափակում ես, այդ արգելափակումները շրջանցելու հազար ու մի շատ հեշտ ձևեր կան։ Ու այս իմաստով որպես լուծում հենց հանդիպման արդյունքում արձանագրվել էր, որ լուծումը այդ մարդկանց իրազեկման բարձրացումն է, որ այն ծնողը ով ուշադիր է եղել ու հասկացել է, որ արդեն ռիսկը կա, ինքը կարող է նաև մի փոքր սովորել, բնականաբար նաև պետությունը պիտի իրականացնի նման հանրային իրազեկման արշավներ ու իմանա, որ այդ հարթակներում օրինակ կան տարիքային ցենզեր, որ կարելի է օգտագործել թեկուզ հենց այդ նույն խաղերի գործիքներ ու սահմանափակել երեխայի հասանելիությունը օրինակ չաթերին, ըստ այդմ նաև բացառելով չաթային ռիսկերը, կամ կարելի է օգտագործել այլ գործիքներ, ոչ այդ խաղի ներսում, այլ դրսում, ընդհանրապես սարքի շրջանակներում երեխայի հասանելիությունը վտանգավոր կոնտենտին բացառելու համար։ Եթե չեմ սխալվում, հեռախոսի հնարավորությունների մեջ էլ կան, որ կապում ես ծնողի եւ երեխայի հեռախոսը եւ արգելափակում ես կոնկրետ ֆունկցիաներ։ Մանրամասները վստահ չեմ, որ տիրապետում են, բայց գիտեմ, որ այդպիսի ֆունկցիաներ կան։ Երեխան խաղա 3 ժամ, 3 ժամից արգելափակվի։ Դա էլ մեթոդներից մեկն է, հա, այսպես ծնողական պատասխանատվության իրացման, որ դու գոնե ապահովում ես, օրինակ, քո ասած իրավիճակում գոնե 3 ժամ դնելուց հետո այդ սահմանափակումը 3 ժամ չաթում հետո կարգելափակվի ու գոնե այդ չաթը կընդհատվի այդ պահին գուցե եւ ինչ որ վտանգավոր պահի։ Կարևոր բան կա այստեղ։ Ես չգիտեմ, երևի սրա մասին հենց հիմա էլ ասեմ այս կոնտեքստում, կարող հարմար պահ հետո չլինի։ Օրինակ մեզ մոտ sense մի բան կա։ Ենթադրենք դիտարկենք Մետան, Instagram-ը, Facebook-ը եւ այլն, Մետայի product-ները կամ շատ տարբեր հարթակներ, իրենք ունեն չափանիշներ, այդ թվում նաեւ երեխաներին հասանելիության։ Օրինակ որոշ հարթակներ ասում են, որ 13 տարեկանից փոքր երեխան այդ հարթակում ինքնուրույն նավարկելու օգտահաժիվ ունենալու իրավունք չունի։ Եթե կա որևէ երեխայի էջ, այդ էջը պետք է երեխայինը չլինի պայմանականորեն, լինի իր ծնողինը։ Պայմանականորեն չէ, իրականում լինի իր ծնողինը, վարվի ծնողի կողմից եւ այլն։ Այն կանոններին համապատասխան, որ ունի այդ հարթակը, այդ համայնքը։ Հիմա եթե ակնհայտ է, չէ, որ մեզ մոտ ոչ մեկ իր երեխային չի ուղարկում կողքի քաղաք ոդկով ճամփորդելու կամ չի ուղարկում այնտեղ հաստոցներով ինչ որ բաներ սարքելու մետաղական վտանգավոր գործիքներով, դանակներով եւ այլն։ Նկատի ունեմ ֆիզիկական կյանքում ակնհայտ է, որ մարդիկ երեխաներին թույլ չեն տալիս մտնել այնտեղ, որտեղ երեխաներին չի կարելի ու որտեղ երեխաների համար վտանգավոր է։ Բայց չգիտեմ ինչի համացանցում անում են, այո։ Տալիս են Facebook-ում օգտահաշիվ ունենա ինչ ուզում անի, TikTok-ներում ունենա հաշիվներ նայի եւ այլն եւ այլն։ Սա շատ կարեւոր հանգամանք է, եթե մի հարթակ արդեն ինքը հայտարարել է ու ճանաչել է, որ ինքը վտանգավոր է այս տարիքից ցածր երեխաների համար, որպես իրենք ինքնուրույն այնտեղ լինեն, ապա ծնողների կողմից մեծ հաշվով առաջին քայլը պիտի լինի ճանաչել այդ կանոնը ու թույլ չտալ, որ երեխան այնտեղ մտնի, այո։ Ենթարկվել դրան։ Այսինքն այստեղ ապահովագրում իրենց թվում է ապահովագրում են երեխային այնքանը, որ երեխան ֆիզիկապես ինքը չի այդ կնոպկան, այսպես ասած, սեղմում եւ հրապարակում իր նկարը, բայց դրա երեխայի փոխարեն դա անում է ծնողը ու շատ ավելի վատ
Եթե մենք երեխայի պարագայում 12 տարեկան երեխայի պարագայում կամ 10 տարեկան լավ երեխայի, այսպես ցենզը չգիտեմ ինչքան է դրած, օրինակ Instagram եւ Facebook-ում 13։ Լավ, 13 տարեկան երեխայի պարագայում, եթե մենք կարող էինք մտածել հետագայում կամ ինչ-որ ռիսկային գոտում հայտնվելու ժամանակ, տեսնենք, ասենք, դե լավ, երեխայա չի հասկացել ինչ է անում։ Այս դեպքում ստացվում է ավելի վատ իրավիճակում ենք հայտնվում, որ ծնողը շատ էլ լավ հասկացել է դա ինչ է անում, հա? Այսինքն գուցե ինքը վտանգները չի այսպես ամբողջությամբ հաշվարկել եւ չի պատկերացրել, բայց ինքը հասկացել է, որ այդ լուսանկարը հրապարակում է եւ այդ իր երեխան հայտնվում է այդ տիրույթում, գոնե այդ Այստեղ տիրույթում։ գլխանց երկու խորհուրդ կտամ։ Առաջինը, եթե որևէ հարթակ, ասում այս տարիքից փոքրերին չի կարելի, ուրեմն այդ հարթակը պետք չի երեխայի մոտ լինի։ Կապ չունի ինչ հարթակ է, սոցիալական ցանց է, միգուցե խաղը, որը 18+, ուրեմն 18-ից փոքր երեխեքին չի կարելի տալ, 16+, 13+ ռեյտինգ, ուրեմն 13-ից փոքր երեխեքին այդ խաղը ուղղակի ընդհանրապես չի կարելի տալ, որ իրենք խաղան, ուրեմն ինչ-որ ռիսկ ունի։ Հատկապես եթե այսպես կոմունիկացիոն խաղեր են, ուրիշների հետ կարելի է խոսալ, չաթվել, նկարներ ուղարկել եւ այլն։ Եվ երկրորդ խորհուրդը, եթե կան հարթակներ, որոնք չեն արգելում, բայց խորհուրդ չեն տալիս, որ երեխան ինքնուրույն այնտեղ լինի, այսինքն ենթադրում են հսկողություն երեխային, ապա կիրառել այդ կարգավորումներն ու այդ ռեժիմները այդ խաղի 13 տարեկան խաղ, սոցիալական հարթակ եւ այլն 13 տարեկանի համար թույլ տալ միայն այն ծավալով, այն չափով, ինչը կարելի է իրանց փակել են բոլոր պարամետրները, այն բոլոր հնարավորությունները, որոնք 13-ից մեծ փոքրերին չեն կարելի, չթույլ տալ երեխան ինքնուրույն գործողություններ անի այնպիսի հարթակում, որտեղ 13-ից փոքր չի թույլատրվում մենակով լինելու, այդպես շարունակ։ Սա էլ է լավ, ահագին լավ կազմակերպչական անվտանգության միջոց է, որ հետո խնդրի առաջ չկանգնեն ոչ ծնողները, ոչ երեխաները ապագայում։ Ես այստեղ ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրենք, որ մենք բոլորս, հա, մեր մեջ այսպես այդ միտքը թող լինի այս պահից սկսած, հա, որ եթե այդ քո ասած տարիքային սահմանափակումը այդտեղ գրված է 13+, 18+, վստահաբար դրա վրա աշխատել են մի շարք մասնագետներ, տարիների փորձ ունեցող մասնագետներ։ Այսինքն մենք որևէ մեկս կասկածի տակ չի դնում, չէ՞, այն հանգամանքը, որ օրինակ Instagram-ը կամ TikTok-ը մշակվել է այսպես բազմաթիվ հոգեբանների, այլ մասնագետների եւ այլն հետ աշխատանքի արդյունքում։ Այսինքն եթե այդ մարդիկ գտել են, որ մինչև 13 տարեկանը վտանգավոր է, ես ուզում եմ հորդորել, խնդրել, ինչու՞ չէ նաև պահանջել ինչ-որ առումով ծնողներից, որ պետք չէ դուք ստեղծեք այդ կոնտենտը, հա, ձեր երեխայի համար։ Այստեղ մի լավ հանգամանք էլ կա, որ նման հարթակների, նման մեծ հարթակների քաղաքականությունը ձևավորվում է ոչ միայն իրենց մասնագետների, այլ նաև այն պետությունների կողմից, որտեղ իրենք գործում են։ Օրինակ, Եվրոպայի միության տարածքում TikTok-ը կամ Meta-ն կարող են շատ հանգիստ տուգանվել եւ տուգանվում են, օրինակ, եթե իրենց որևէ պրոդուկտ չի համապատասխանում երեխաների տվյալների պաշտպանությանը կամ թվային մարքեթինգային կանոնների եւ այնտենց ակտեր ունի DMA-ն է, Digital Service Act-ն է, EU-AI Act-ն է, հիմա այնտենց ակտեր եմ ասում անգլերենով, արհեստական բանականության կարգավորումն է, GDPR կոչվող ակտն է, տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը եւ այլն, ու այս կանոնները այս ակտերը թելադրում են կանոններ, ու եթե նման մեծ խաղացողներ այդ կանոններին չեն հետևում ու իրանք կան ԵՄ-ում, իրանք տուգանվում են, ենթարկվում են կարգավորման, regulation-ների ու նաեւ այդպես է հղկվում իրանք քաղաքականությունը։ Այսինքն մեկ տուգանվելով իրենք արդեն մշակում են օրինակ կարան տարիքային ցենզը բարձրացնեն եւ այլն եւ այլն։ Հետեւաբար եթե ծնողը հանդիպում է ինչ-որ արգելքի, ինչ-որ պարամետրի չափանիշի, որը ներդրված է արդեն այս կամ այն հարթակում, հետեւաբար պիտի արդեն մեծ հաշվով պիտի գործի վստահության կանխավարկածը, վստահի այդ կարգավորմանը, մտածի, որ այդ կարգավորման վրա աշխատել են մասնագետներ, ինչպես դու ես ասում, կամ հղկվել է օրենսդրությունների կողմից եւ հավատա, որ այդ կարգավորումներին հետևելով երեխաների մասով իր սեփական երեխաներին
վաղը մյուսօր հեռու կպահի ինչ-որ մեծ արհավիրքից։ Եվ այստեղ նաև մենք անդադ խոսում ենք 10-12+ երեխաների մասին, ոնց որ թե կար, բայց ինձ մոտ մի միտք առաջացավ, որ այն երեխաները, ովքեր ոչ դեռ խոսում են, ոչ հնարավորություն ունեն քո ասած օբյեկտիվորեն հասկանալ, չհասկանալ, այսօր համացանցում տեսնում ես մի քանի օրական երեխայի լուսանկար հրապարակված։ Ծնողը տկլոր նկարեց, ուղարկեց մի խումբ, ասում է ինչ անեմ։ Հա, այստեղ ախր ոչ միայն մասնագետ լինելն է, հա, այստեղ ռիսկերը տեսնում դրա հետագա ռիսկերը եւ զուտ որպես այդ երեխային որպես սոցիալական էակ, որպես մարդ ձևավորված արդեն իսկ մարդ էակ։ Արդյոք այդ երեխան հետագայում չի ունենալու որևէ որոշակի խնդիրներ, հա, որ առանց իր կարծիքը հաշվի առնելու, օբյեկտիվորեն չունենալով իր համաձայնությունը եւ հնարավորություն էլ չունի այդ երեխան տալու այդ համաձայնությունը, օգտագործվել է իր, քո ասած օրինակով մերկ լուսանկարները, եւ դու չգիտես այդ մերկ լուսանկարները որ չաթերից որտեղ կպահվեն, ուր կգնան, իրականում կարող է մեզ լսողները հիմա այս պահին մտածեն դե լավ չափազանցնում են, հա, բայց վստահեցնում ենք ձեզ, ինչպես ես սիրում եմ երեխաներին բացատրելուց մեկ-մեկ այս արտահայտությունը օգտագործեմ, վատ մարդիկ իրոք շատ են։ Եվ դուք չգիտեք թե ով, որտեղ, ինչ նպատակով կարող է օգտագործել ձեր երեխաների լուսանկարները։ Խնդրում եմ այս մասը արձանագրեք մեկընդմիշտ ձեզ համար եւ դարձրեք ձեզ համար ապրելակերպ, ապահովագրել երեխաներին, առավել եւս փոքր տարիքի երեխաներին այդ սոցիալական հարթակներում կամ ինչ-որ հասանելիություն ունեցող վայրերում, վիրտուալ վայրերում ձեր երեխաների լուսանկարների հրապարակումները։ Որոնք կան ֆիզիկական կյանքում, պատիկներով ավել կան նաև վիրտուալ կյանքում, որտեղ վիրտուալ կյանքում նաև չարագործները կարողանում են թաքնվել ու թաքցնել իրենց ինքնությունը ու նաև գործել շատ հեռվից, ասենք այդ երկրի տարածքներից դուրս միգուցե նաև։ Հետևաբար այնտեղ ռիսկերը ավելի մեծ են ու դրան պետք է շատ մեծ բոլորիս մոտեցնում է, ամբողջ աշխարհին կապել է ըստ էության իրար։ Դա իր լավ կողմերն ունի, բայց նաև ունի իր վատ կողմերը։ Այստեղ ծնողների համար մի լավ խորհուրդ կա, խորհուրդ գծիկ պարտականություն։ Երբ երեխայի որևէ տվյալ որոշում են օգտագործեն, լավ կլինի, որ իրենք դա անեն ոչ թե սեփական նպատակներով, այլ երեխայի անունից, հանուն երեխայի եւ երեխայի համար։ Այդ թող պատկերացնել անկախ մասնագիտությունից, իբր իրենք են իրավաբաններ ու փաստաբաններ, ու իրենց երեխան, թեկուզ չխոսող, իրենց վարձել է, որ իր իրավունքները պաշտպանի։ Այդ թող պատկերացնեն, իբր ունեն իրենց երեխայից հանձնարարություն ապահովելու հենց իրենց երեխայի իրավունքները ու գործեն հենց երեխայի որպես ներկայացուցիչ։ Ու եթե ուզում են ինչ-որ նկար հրապարակել, եթե ուզում են թույլ տալ, որ իրենց երեխայի նկարները հրապարակվի, ասենք դպրոցին են թույլտվություն տալիս, եթե ուզում են թույլ տալ ինչ-որ լրատվամիջոցի, որ իրենց երեխայի պատկերը օգտագործի, ապա այդ բոլոր դեպքերում իրենք պիտի մտածեն ոչ թե սեփական շահ չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, բայց ոչ թե սեփական շահով, այլ պիտի մտածեն, որ իրենք գործում են որպես երեխայի ներկայացուցիչ, երեխայի շահերից ելնելով։ Ու այս դեպքում էլ իրենք միգուցե եւ շատ ավելի ռիսկերից կարողանան հեռու պահել եւ իրենց երեխային ապագայում։ Այս շատ հետաքրքիր խորհուրդ տվեցիր, իրականում շատ այսպես ես էլ սկսեցի մտածել դրա մասին, այ որպես փաստաբան էլ զուտ լրացում անեմ, երբ որ այդ պահին ծնողները պատկերացնում են, որ իրենք երեխայի փաստաբանն են, ինչ ենք անում մենք փաստաբանները, շատ հաճախ իրավիճակը լիարժեք պատկերացնելու համար մենք պատկերացնում ենք, այ ես եթե լինեի այս իրավիճակում ինչ կանեի, օրինակ այն բոլոր գործերում, որտեղ մի քիչ էմոցիոնալ ֆոն կա եւ դու պետք է հասկանաս այդ մարդու գործողությունները, մի պահ փորձում ես քեզ պատկերացնել։ Այս բaragայում էլ ես կարող եմ ասել, որ փորձեմ պատկերացնել իրենց որպես երեխա, հա, եւ պատկերացնեն, այդ երեխան այդ պահին անվտանգ իրեն զգում է, թե չէ։ Օրինակ, ձեր լուսանկարը հրապարակելով, երեխայի լուսանկարը հրապարակելով, այդ պահին այդ երեխան իրեն անվտանգ կհամարի, թե չի համարի։ Ծնողի լուսանկարը տկլորոտ նկարեն, տպեն ու բաժանեն այդ ծնողի դասընկերներին։ Ինչպես ինքը իրեն կզգար այդ պահին։ Սա շատ լավ հնարք է պատկերացնել
սեփական մաշկի վրա զգալ ռիսկերը ու հասկանալ, որ նույնը կա երեխայի համար։ Կարծում եմ 1-2 անգամ, որ այսպես մտածված, պատասխանատու կերպով դրա այդ հարցին վերաբերվեն, արդեն հետո սովորույթի ուժով այսպես կձևավորվի մի հատ այսպես քայլերի հաջորդականություն, որին կհետևեն ծնողները։ Այն օրինակը, որի մասին պատմում էի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հանդիպում նախաձեռնվել էր հենց ծնողների դիմումների վրա։ Եվ արձանագրվել էր խնդիր, որ ծնողները չեն կիրառում իրենց երեխաների տվյալների ու համացանցում թվային անվտանգության գործիքները չեն կիրառում, բայց իրենք ռիսկը արդեն զգում էին ու սկսել էին ահազանգել։ Հետևաբար մենք երևի բարեբախտաբար արդեն սայլը տեղից շարժվել է ու առնվազն խնդիրը մարդիկ սկսել են իդենտիֆիկացնել, մնում է նաև ունենան ու սովորեն այն հմտությունները, որոնցով պետք է այդ խնդիրները լուծվի։ Որտեւ մի իրավիճակ կարող է գալ հասնել, որ ծնողը այլևս միայնակ չկարողանա այդ իրավիճակին տիրապետել, հա, ու կանխել հետագա գործողությունները, որտեւ այսօր բազմաթիվ են այսպես ռոլիկները, որ նայում ես, տեղեկատվական ռոլիկները, թե ինչերի են դիմում երեխաները, երբ իրենց զրկում են հեռախոսից, երբ իրենց չեն թույլ տալիս օրինակ քո ասած խաղերը խաղալ եւ այլն եւ այլն։ Նույնիսկ այն հանցագործությունների հասնող դրվագներ եղել են, երբ որ վնասել են ծնողներին եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պահին միայնակ ծնողը չի կարող այդ հարցը լուծել։ Այստեղ մի լավ հարթակի մասին հեսա կպատմեմ, բայց հետեւյալն եմ ուզում ասել։ Մեկ-մեկ, հիմա մեր հաղորդումը այս մեկը մի քիչ լրջոտ է ստացվում, որտեղ խոսում ենք հենց միանգամից երեխաների իրավունքների մասին, ու այստեղ շատ կատակելը կարող է անտեղին հնչի, բայց չէ, ոչ մի բայց, կատակ չէի ուզում անել, հետեւյալն եմ ուզում ասել։ Երբեմն կարող է մարդկանց մոտ տպարություն լինի, թե չափազանցացնում ենք ու իրականում պետք էլ չի ինչ-որ շատ կատեգորիկ արգելքների ու լուծումների գնալ, ակնհայտ է, որ երեխան օգտվելու է սարքերից, կրիչներից, տարբեր էլեկտրոնային սարքերից, գադջետներից, ակնհայտ է, կարող թույլ չտալ, ժամանակին համահունչ պիտի ապրի երեխան, բնականաբար։ Երեխան դրանով սովորում է, դրանով կարդում է, դրանով մասնակցում է սոցիալական կյանքին որպես սոցիալական էակ եւ այլն։ Այստեղ խոսքը բալանսավորելու մասին է, այստեղ խոսքը տվյալների պաշտպանության տեսանկյունից առնվազն նրա մասին է, որ երեխաներին ունենան հասանելիություն այնպիսի սարքերի կամ հարթակների, որը իրենց թույլատրելի է կամ իրենց տարիքի համար նախատեսված է եւ այդ չափով ու ծավալով օգտագործվեն եւ որ օգտագործվեն անվտանգ։ Այսինքն մարդիկ հասկանան, թե դրանք ինչ ռիսկեր ունեն ու քայլեր ձեռնարկեն այդ ռիսկերը կանխելու համար։ Հիմա էլ իսկապես մարդիկ, թե հիմա ասենք մեկ կլինի ծնող ու մեզ մեկնաբանությունում սկսի պրետենզիաներ ներկայացնել, ասել, հա, բայց ես դպրոց ավարտել եմ այսքան տարի առաջ, ինստիտուտ ավարտել եմ այսքան տարի առաջ, ինձ այնտեղ ոչ մեկ չեն սովորացրել։ Որ ասում եք պետքա, այս ինչ բաներ անեմ ես որպես ծնող, որտեղից ես պիտի դա իմանամ։ Նախ արդեն կան ազդակներ նրա մասին, որ մեր պետությունը թվային անվտանգությունը երեխաների նկատի է ունեցել եւ նախատեսում է միջոցառումներ, իրականացնում է միջոցառումներ։ Դրանք նախկինում նույնպես իրականացվել են, միգուցե նաեւ դիպվածային ու լայն արձագանք չեն գտելու մեծ չեն եղել, բայց առնվազն այս տարվա իմ հետ ասած քննարկումը դրա մասին է նաև, որ պետությունը այստեղ հանրային իրազեկման գործառույթ ու անելիք ունի։ Բնականաբար ունեն ոչ միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այլ առհասարակ պետությունը իր բոլոր իրավասու մարմիններով ամեն մեկ իր իրավասության սահմաններում։ Բայց նաև այստեղ անմասն չի մնում նաև քաղաքասարակությունը։ Ուրեմն UNICEF-ի հետ համագործակցությամբ բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ մի կազմակերպություն կա, մարդկանց կարող է հայտնի լինի Cyber Hub անվանում է տեղեկատվական անվտանգության մասնագետներն են, ովքեր հայտնի են Հայաստանում ու զբաղվում են կիբերանվտանգության հարցերով։ Cyber Hub-ը UNICEF-ի հետ համագործակցությամբ ստեղծել է մի հարթակ, որը կոչվում է Կիբերչատ։ Հղումը երևի կդնենք, չէ՞։ Այո, եթե կտրամադրես իհարկե կդնենք։ Կիբերչատը մի հարթակ է, որը ուղղված է հենց երեխաների թվային անվտանգության պաշտպանությանը, ու այստեղ մի քանի լավ առանձնահատկություն կա։ Առաջինը, երեխաները կարող են դիմել, երբ արդեն ցավոք բախվել են ինչ-որ կիբեր
միջադեպի կիբեր ռիսկի, օրինակ կոտրել են օգտահաշիվները, կոտրել են օգտահաշիվը եւ ինչ-որ շանտաժի են ենթարկում, կամ օգտագործում են նկարները ու այլ տվյալներ անօրինական նպատակներով եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ կարող են նաեւ դիմել այս չաթի միջոցով ստանալ աջակցություն, եթե ունեն կասկած, որ կարող է ենթարկվեն բացասական միջամտության թվային հարթակներում եւ ստանան նախնական խորհրդատվություն, թե ինչպես զերծ մնալ նման ռիսկերից։ Սա մեկ։ Երկրորդ, այստեղ կարող են դիմել նաև ծնողները։ Եթե երեխան ծնողին արդեն իսկ ընտիր կլինի, եթե երեխաներն ու ծնողները այս թվային անվտանգության հարցերում ընկերություն անեն, եթե արդեն դիտարկել է ծնողին որպես ընկեր եւ դիմել է ծնողի օգնության ու ծնողը ինքը չի կողմնորոշվում, ծնողը ինքը կարող է երեխայի իրավունքները թվային հարթակում պաշտպանելու համար դիմել կիբերչատի միջոցով մասնագետներին ու ստանալ տեխնիկական, հոգեբանական կամ իրավաբանական խորհրդատվություն, թե ինչպես իր երեխայի օգտահաշիվները, հարթակները անվտանգ ձևով ղեկավարի եւ ապահովի տվյալների պաշտպանությունը ու երեխայի կիբերհիգիենան ու համացանցային անվտանգությունը։ Եվ երրորդ էական հանգամանքը երբեմն կարող է օրինակ երեխան ուզենա ստանա խորհուրդ, բայց ամաչի։ Կիբերչատը հնարավորություն է տալիս նաև դիմել անանուն, առանց ինքնությունը բացահայտելու ստանալ նախնական խորհրդատվություն։ Եվ բնականաբար սա նույնպես լավ հնարավորություն է առանց սեփական ինքնությունը բացահայտելու, եթե ինչ որ մի հարցում երեխաները քաշվում են, ապա դիմել առանց անանուն տարբերակով ու ստանալ ելի նույն ձևի մասնագիտական աջակցություն, ու ընդորում ես կիբերչատի հարթակում ահագին արդեն ձևավորված նյութեր կան նախորդիվ մեր ունեցած դեպքերի հիման վրա, երբ որ ուղղակի ուսուցողական նյութեր են, տարբեր հոլովակներ են, վիդեո տարբերակներով նաև ու կարող են մարդիկ ծնողները եւ երեխաները նայել, կարդալ, սովորել ու իմանալ թե ինչ է նշանակում թվային անվտանգություն ու տվյալների պաշտպանությունը երեխաների։ Այդ էս հրաշալի նախագիծ է, որի մասին քչերը գիտեն, կարծում եմ, այսօր այնպես չի, որ դա հասանելի եւ հայտնի ինչ որ կայք է, որի մասին բոլորը գիտեն եւ կարող են դիմել, հա, այդ կայքի օգնությանը, բայց այստեղ ինձ մոտ տես այդ տեղեկատվության իրազեկվածության շրջանակներում ինձ մոտ առաջացավ այդ քո պատմածի հիման վրա մի այսպիսի առաջարկ ու հարց միաժամանակ, արդյոք մարդկանց իրազեկվածությունը ճիշտ չի լինի կազմակերպել նույն այդ կայքի վերաբերյալ պետության կողմից։ Պետության ես այս պարագայում նկատի ունեմ օրինակ իրազեկվածությունը երեխաներին ապահովել դպրոցներում։ Բոլոր ինչ որ մի հատ դասարաններում ինչ որ լինի ժամաքանակներ, որտեղ կբացատրի մասնագետը, որ այսպիսի իրավիճակներում կարող եք օգտվել այսպիսի, չգիտեմ, կայքից, կարող եք դիմել այսինչ մարդու օգնությանը եւ այլն եւ այլն, որովհետեւ ինչից առաջացավ այդ միտքը ինձ մոտ, դու որ ասցիր ընկերանան ծնողը եւ երեխան, երբեմն չի ստացվում այդ կապը, հա, որովհետեւ հատկապես երբ որ երեխայի մոտ կա հետագայի վերաբերյալ վախեր, եթե ես գնամ ծնողին պատմեմ, ուրեմն դրանից վտանգավոր բաներ կլինեն եւ այլն, ինքը ին վրա կբարկանա, հեռախոսից կզրկվեմ եւ մնացած այդ իր հետևանքները։ Բայց դպրոցում, երբ որ ինքը լսի դրան մասին, օրինակ իր ուսուցչի կողմից կամ մեկ այլ մասնագետի կողմից, ով կբացատրի, որ այ դու տես այս իրավիճակում դու զրկված չես, նույնիսկ եթե դու վախենում ես ծնողիդ ասես, դու զրկված չես, դու ինքդ դա պարզելու կամ դիմի մասնագետին, դա կլինի լիովին գաղտնի եւ այլն եւ այլն։ Այս մասով ես կարծում եմ ոչ միայն ծնողների իրազեկվածությունն է պետք ապահովել, այլ նաեւ հենց երեխաների, որովհետև շատ դեպքերում երեխաները լսում են իրենց ավագ ընկերներին, կարող է մի դասարանում օրինակ ավագ ընկերոջ մոտ ներկայացնեն, այդ ինքը դա հասկանա, շատ ճիշտ ձևով ընկալի եւ իր կամ եղբորը կամ քրոջը կամ կրտսեր ընկերոջը բացատրի եւ այսպես կամած քայլ մենք մոտենանք ավելի իրազեկվածության բարձր մակարդակի։ Ես տեղ ինֆո ունեմ տալու իրականում մի քիչ, այնպես է ստացվել, որ հարցով կպար հենց այն տեղին, որտեղ որ պետք էր
կպնել, ուրեմն ես առիթ ունեցել եմ մտնելու դասարաններ երեխաների համար տվյալների պաշտպանության թեմայով վերապատրաստման ուսուցման լեկցիայի ոնց ուզում եք կոչեք, ու երեխաների տարիքը տարբերվել, ասենք 4-րդ դասարանից սկսած։ Եղել են որ 4 դասարանի երեխաներ են եղել իմ լսարանը, եղել են որ եղել են ավագ դպրոցի աշակերտներ բարձր տարիքի։ Բնականաբար ամեն մեկին իրեն վերաբերելի օրինակներով եւ իրենց հարմար լեզվով խոսել ենք տվյալների պաշտպանությունից, համացանցի վտանգներից ու ինչպես լինել պաշտպանված քաղաքացի ոչ միայն ֆիզիկական կյանքում, այլ նաև վիրտուալ քաղաքացի լինել պաշտպանված վիրտուալ կյանքում։ Ու այստեղ կարևոր իսկապես, ինչպես ասեցիր, նաև ջանքերի մեկտեղումը։ Ես իմ փորձից միայն գիտեմ, որ իմ փորձը կարող եմ ներկայացնել, որ երբեմն իսկապես ջանքերը հնարավոր է մեկտեղել ու դա արդյունք տալիս է։ Անցած տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ այս նորարարական ծրագրերի շրջանակներում ունեցել էր հանդիպումներ տարբեր մարզերում երեխաների հետ։ Մի քանի 100 երեխա մեծ դահլիճում իրենց կարող էին ներկայացնել օրինակ կիբեռրիսկեր, օրինակներ, ճշտել երեխաների տրամադրությունները այդ հարցերի վերաբերյալ գիտելիքների մակարդակ առաջարկել, ինչ որ թեստային առաջարկներ խաղային ֆորմատով եւ այլն, եւ նմանատիպ հանդիպումներին, որ կազմակերպում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, դա մեր այն մարմինն է, որը հիմա դառնում է կիբեռանվտանգության լիազոր մարմին։ Եվ նաև հրավիրել էին մեզ մասնավոր ոլորտի մասնագետներին, այսինքն այստեղ կար իրականում ջանքերի մեկտեղում երեխաներին կիբեռանվտանգության ու տվյալների պաշտպանության ոլորտում կրթելու հարցում։ Դե տես ինչ հրաշալի նախագիծ է եղել, Դա լավ է։ բայց ճիշտ Բայց կլինի, որ ինչքան շատ լինի, դրանք այնքան լավ։ լինեն շարունակական, այո, դրանք այսինքն այս մի պահի կանգնել ասել վերջ, բոլորը տեղյակ են դրա մասին եւ էլ իրազեկվածության անհրաժեշտություն չկա, այս պահին տենց բան չենք կարող էլի մեզ թույլ տալ։ Քանի որ մեր լսարանում տարբեր մարդիկ են, դիտողները պարտադիր չի որ լինեն հենց իրավաբաններ կամ քաղաքական գործիչներ, դրա համար չեմ ծանրացնի, բայց կասեմ, որ օրինակ մենք հիմա ունենք անվանումը վերջնական չեմ կարողանա ասել, երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարություն կարծեմ, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության փաստաթուղթներ ռազմավարական, որտեղ անդրադարձ կատարվում է երեխաների թվային ինքնության պաշտպանությանը, բայց իրականում անկախ նրանից թե ինչպիսին են փաստաթղթերը կամ ճակերտներում ասած կենացները, մեծ հաշվով պետք է այո որոշակի մոնիտորինգ թե պրակտիկայում ինչպես է դա կիրառվում, ու ես հույս ունեմ, որ առնվազն մեր այս ոդկասթից հետո, ենթադրենք պայմանական մի տարի հետո, եթե հանկարծ առիթ լինի էլի հավաքվելու, մենք կունենանք նաև ինչ-որ դրական արձանագրումներ, ինչպես այսօր մի փոքր կարողացանք արձանագրում անել 2023-ի համեմատ, որ ծնողները արդեն որոշ հարցերում իրանք են նախաձեռնող, այնպես էլ լիահույս եմ, որ մի տարի հետո միգուցե, եթե առիթ լինի հանդիպենք, կկարողանանք արձանագրել, որ ինչ-որ բան դրականորեն փոխվել է նաև երեխաների տվյալների պաշտպանության ոլորտում։ Արի լավատես լինենք եւ հուսանք, որ ավելի շուտ, քան 1 տարին է, կհանդիպենք, կհավաքվենք այսպես ասած եւ կարձանագրենք այն բոլոր ձեռքբերումները, հա, թող լինի մեզ համար այսպես մի հատ պլան, ռազմավարություն, որ այն բոլոր ձեռքբերումները, որոնք այսպես ասած թեմայի շրջանակներում իրականացվել են, կհանդիպենք եւ կխոսենք դրանց մասին եւ կարձանագրենք դրանք։ Գևորգ, այո, իրականում ավարտին հասավ մեր թեման, բայց այստեղ ունենք հաղորդման բլից հարցերի հատված, որին անդրադարձ կատարենք, հարցերին անդրադարձ կատարենք, խնդրեմ, ծանոթ ես արդեն ֆորմատին, խնդրեմ մաքսիմալ կարճ այստեղ պատասխանենք, այսպես Իմ սիրած հատվածն է։ Շատ լավ։ Ուրախ եմ, որ այս հաղորդման շրջանակներում ունենք արդեն քո սիրած հատված։ Գնացինք։ Որ տարիքում է հատկապես անհրաժեշտ պաշտպանել երեխաների իրավունքները։ Ցանկացած, բայց 16-ից փոքր, 16 տարեկանից սկսած արդեն երեխան ինքնուրույն է որոշում իր տվյալների ճակատագիրը։ Երեխայի լուսանկար հրապարակելը ի վերջո նորմալ է, թե ռիսկային։ Օրենքը չի արգելում, բայց պետք է նկատի ունենալ, որ երեխայի մասին տվյալները առանց նպատակի անհամաչափորեն հրապարակելը, այդ թվում նաև լուսանկարը, կարող է հետագա մեծ խնդիրների առաջ կանգնեցնել երեխային։
Գևորգ, Հայաստանում հենց երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը կարգավորված է ամբողջությամբ, թե ոչ։ Օրենքով հա անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ունենք, որը բավականին լայն է, բայց ես պետք է նշեմ, որ այլ մակարդակներում, օրինակ դպրոցների կարգավորումներ, ներքին ընթացակարգեր, այլ հաստատությունների, մանկապարտեզների եւ այլն չափազանց անբավարար են։ Գևորգ, մեկ սխալ կնշես, որ ծնողները հաճախ են անում երեխաների անձնական տվյալները պաշտպանելիս։ Եթե հենց մեկ սխալ, ապա հետեւյալը կասեմ, շատ սխալներ համացանցում։ Այդ իրենց մեկ սխալը։ Այսինքն էլի չարագործ համացանց է, այսպես արձանագրենք։ Որպես առավել ռիսկային հարթակ։ Եվ սրանից արդեն գալիս է իմ վերջին հարցը, մեկ խորհուրդ քո կողմից ծնողներին, այսպես մեկ նախադասությամբ, որ ինչպես պաշտպանեն։ Երեխայի թվային, հատկապես թվային տիրույթում եւ հատկապես տվյալների պաշտպանության հարցում ես շատ կուզենամ, որ ծնողները դառնան երեխաների ընկերները։ Հրաշալի խորհուրդ էր եւ կարող ենք այս սրանով այսպես ամբողջությամբ փակենք հաղորդումը, հա, ընկերություն անելով ձեր երեխաների հետ, ըստ էության դուք կդառնաք նրանց անձնական տվյալների, այդ թվում նաեւ անձնական տվյալների պաշտպանության երաշխավորը։ Այո։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ առանձնացնել մեկ պարզ միտք. երեխայի տվյալների պաշտպանությունը մեծահասակի պարտականությունն է։ Սա իրավունքը բաց տեքստով ոդքասթներ, ես Անի Ավետիսյանն եմ։ Բաժանորդագրվեք էջին հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։